2025 թվականին ՀՀ պետական բյուջեի առողջապահության ծրագրերի շրջանակում զգալի ծավալի բժշկական ծառայություններ են մատուցվել պետպատվերով։ Պաշտոնական տվյալներով տարվա ընթացքում փոխհատուցվել է շուրջ 5 միլիոն 741 հազար բժշկական ծառայություն։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն անդրադարձավ մի շարք կարևոր թեմաների, որոնցից են առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Մեր ապահովագրության շրջանակներում, նաև պետական պատվերի շրջանակներում պետությունը ասում է, որ ես պատրաստ եմ այս ծառայությունը նկարագրով ձեռք բերել այս գնի փոխհատուցմամբ։ Բժշկական կենտրոնը պայմանագրով, ակցեպտով, այսինքն համաձայնությամբ ընդունում է այդ պայմանները եւ մեր քաղաքացիներին տրամադրում է այդ ծառայությունը, մենք էլ վճարում ենք ծառայության այն արժեքը, ինչ որ պայմանավորվել ենք պայմանագիրը ստորագրելուց։ Մենք պայմանագրի ուրեմն առարկա հանդիսացող ծառայության գնի մեջ որևէ մեկի աշխատավարձ չենք ֆիքսում։ Ծառայությունների զգալի մասը բաժին է ընկել հիվանդանոցային բուժօգնությանը 743 հազարից ավելի դեպք։ Միևնույն ժամանակ իրականացվել է 257 հազարից ավելի արտահիվանդանոցային հատուկ եւ դժվարամատչելի հետազոտություն, ինչը հնարավորություն է տվել հիվանդությունները հայտնաբերել եւ վերահսկել վաղ փուլերում։ Պետական աջակցության կարևոր ուղղություններից մեկը շարունակում է մնալ անպտղության հաղթահարման ծրագիրը։ 2025 թվականին դրա շրջանակում 7722 քաղաքացի ստացել է ախտորոշում եւ բուժում։ Արդյունքում գրանցվել է 1307 հղիություն, իսկ տարվա ընթացքում ծնվել է 561 երեխա։ Նորածիններից 15-ը ծնվել են զոհված զինծառայողների ընտանիքներում, ինչը ծրագրին տալիս է նաեւ սոցիալական կարևոր ընդգրկում։ Ավանեսյանի խոսքով 2025 թվականին մայրական մահացության ցուցանիշի կտրուկ նվազում է արձանագրվել։ Տվյալների համաձայն ցուցանիշը կազմել է 3.1, ինչը 84%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ։ Սա գնահատվում է որպես հանրային առողջության պահպանման ոլորտում էական դրական տեղաշարժ։ Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին։ Ըստ էության կարմրուկի բռնկումներ նկատելի են շատ տարբեր տարածաշրջաններում եւ սա մտահոգիչ է, որովհետեւ կարմրուկը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, շատ կոնտագիոզ, այսինքն վարակման հավանականությունը շատ մեծ է եւ այսպիսի մի օրինակ կա, եթե մեկ շենքում կարմրուկով վարակված երեխա կամ անձ կա, ապա հավանականությունը, որ այդ շենքում մյուս բնակիչները անգամ առանց հանդիպելու վարակվեն, իսկապես շատ մեծ է։ Ինչ վերաբերում է ջրծաղիկ հիվանդությանը, դրա դեմ պատվաստումներն սկսվել են 2025 թվականից։ Ընդգրկվածությունը կազմել է 76.7%, թիրախը 50% է։ Նախարարը հայտարարեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 2024 թվականի տվյալներով դարձել է 78.6 տարեկան, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկրի պատմության ընթացքում։ Նա նշել է, որ մայրական մահացության մակարդակը նույնպես զգալիորեն նվազել է առողջապահական բարեփոխումների արդյունքում։ 2025 թվականի արդյունքները փաստում են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը շարունակում են լայնածավալ ընդգրկում ապահովել, միաժամանակ ազդելով թե բժշկական հասանելիության, թե ժողովրդագրական եւ սոցիալական ցուցանիշների վրա։ Ավանեսյանի խոսքով 2025 թվականի արդյունքները փաստում են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը շարունակում են լայնածավալ ընդգրկում ապահովել, միաժամանակ ազդելով թե բժշկական հասանելիության, թե ժողովրդագրական եւ սոցիալական ցուցանիշների վրա։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիտ Նյուզ։